Ողջույն Front TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է համահայկական ճակատ կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Վարդանյան, կառավարության որոշմամբ անձնագրերից կհանվի Արարատ լեռան պատկերը, ինչ է սա նշանակում ձեր կարծիքով։ Կառավարության որոշումներով լիքը բաներ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, նաև իմյանցել են Արարատ լեռան հանելը, չգիտեմ, նմանատիպ շատ բաներ են անելու, ես ուզում եմ մի բան հասկանամ, լավ, մենք Արարատ լեռան պատկերը հանում ենք, օրինակ արտգործնախարարի անունը, ինչ է լինելու, Արարատա, ինչ են փոխելու այդ անունը։ Կառավարությունը այսօր աշխատում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ցուցումներով։ Բազմիցս մենք շեշտել ենք, որ կառավարության անդամները եւ իշխող գլուխը իրանց ոչ մի բանի ունակ չեն ինքնուրույն որոշում կայացնելու եւ ազգանպաստ ինչ որ գործեր անելու։ Այս մարդիկ ստանում են ցուցում, ոնց որ բերել են իրանց նշանակել են իշխանության, այդպես էլ ցուցումները ստանալով անում են ամեն ինչ։ Նույն պարագայում կառավարության որոշում կա, որ պետքա փոխվի սահմանադրությունը, որովհետեւ մենք գնում ենք խաղաղության։ Չի պետքա փոխվի մեր սահմանադրությունը, քանզի չի փոխվում Ադրբեջանի սահմանադրությունը, որովհետև Ադրբեջանի սահմանադրության մեջ հավակնություններ կան Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ Նաև Ադրբեջանի Հանրապետությունում այսօրվա դրությամբ մարդիկ ID քարտեր, չգիտեմ ոնց են ասում, կենսաչափական անձնագիր, հա, թե ID քարտ։ ID քարտեր են այսօր տրամադրում Հայաստանի տեղանուններով, ինչ որ գյուղերի անուններով։ Դա մեզ խանգարում է խաղաղության գնալու։ Անձամբ մեզ Հայաստանի Հանրապետության ժողովրդին խանգարում է, որովհետև մենք չենք անում այտենց նման բաներ։ Եթե խաղաղության են գնում, եթե պետքա ցուցումներով լինի, մեզ պետք չի այդպիսի խաղաղություն։ Խաղաղությունը պետքա լինի միայն մի տարբերակով, փող համաձայնությամբ։ Իրանք պետքա զիջեն մեզ, մեր տարածքները, իրանք պետքա հետ քաշեն իրանց զորքերը, իրանք պետքա պահեն իրանց ձևի ու չափի մեջ, բնականաբար այդ պարագայում կարելի է գնալ խաղաղության։ Բայց քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների, հավակնություն ունի Հայաստանի Հանրապետությունում փոփոխություններ անելու, դա բացառվում է։ ՔԼՉ Հայաստանում էր Մարգարայից համակային անցակետով էր եկել եւ հայկական կողմը նշում է, որ դրական արդյունք կա այցից եւ հաջորդ հանդիպումը կարող է Թուրքիայում լինել։ Վերեք մենք չմոռանանք, որ մեր կառավարության ոմանք մեծամասնությունը ավելի շատ վերապատրաստվել են Թուրքիայում։ Օրինակ Ռուբեն Ռուբինյանց, ինքը Թուրքիայի կադր է։ Նմանատիպ լիքը մարդիկ կան։ Իրանց համար այո, կարող է լինի դրական ինչ-որ ազդեցություն։ Մեր համար ինչա տալի դա։ Մարգարայի անցակետը մենք չենք փակել։ Մարգարայի անցակետը փակել է Թուրքիայի Հանրապետությունը։ Հիմա մենք չենք աղերսում, որ բացեն։ Ինչի համար, դա մեզ ինչա տալու։ Մեր ժողովուրդը նույնակերպ գնում է Թուրքիա, հետ է գալիս, այնպես որ առավելություն չի, խոսքա բացվում է երրորդ երկրի անձանց համար, մեկ էլ դիպլոմատ մարդկանց համար։ Դա մեզ ինչ է տալու։ Եթե ՔԼՃ շաբաթը մեկ եկավ Հայաստան, մեր վիճակը լավանալու է, կամ երրորդ կողմից, ինչ որ երրորդ անձ, երրորդ պետության անձ, որ եկավ, մեր վիճակը լավանալու է, մենք մեր ճանապարհներից էլ ենք գոհ։ Մենք մեր կարգավիճակից էլ ենք գոհ։ Այսօր ոչ թե պետք է իրանք մտածեն Թուրքիայի հետ սահման բացեն, այսօր պետք է իրանք մտածեն Իրանի հետ հարաբերությունները ամրապնդեն, Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրապնդեն, քանի որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածաշրջանում զարգանում է ամեն ինչ, ի վնաս մեզ, իշա այլ պետությունների։ Դա մենք պետք է թույլ չտանք։ ՔԼՉ-ի գալ գնալը կամ մերոնց Թուրքիա գնալ գալը մեզ ոչինչ չի տալի։ Մենք պետք է այդքանը պատկերացնենք գոնե։ Համահայկական ճակատ շարժումը շարունակում է մնալ իշխանությունների թիրախում։ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործից ինչ նորություններ կան եւ որևէ փաստ գործում կա, թե ոչ։ Համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի
վրա շաբաթը մեկ գործ են հարուցում։ Նիկոլ Փաշինյանը, որ քնում հելնում է, երազում երևի տենում է Արշակ Կարապետյանին, սարսափից հելնում, ասում է մի բան էլ արեք։ Նայեք ինչա կատարել։ Եթե ինչ-որ մի հատ հիմք լիներ, Արշակ Կարապետյանի շատ շուտ արդեն տեղափոխած կլինեին Հայաստան, որովհետև բոլորն էլ գիտեն Արշակ Կարապետյանը որտեղ է, ինքը չի թաքնվել, ամեն օր այդ մարդը ելույթ է ունենում, ամեն օր ասում է, այս քննիչներն ու կառավարությունը համատեղ աշխատում են, որ մարդկանց վարկաբեկեն, չհասկանալով, որ մենք գիտենք ովքեր են այդ քննիչները, մոտակա օրերս մենք ակցիաներ ենք անցկացնելու այդ նկարիչ քննիչների հետ կապված, վաղը մյուս օր էլ իշխանության գալու դեպքում այդ նկարիչ քննիչները պատասխան են տալու ավելի շատ, քան իրանց ցուցում տվողները, որովհետև չի կարա լինի Հայաստանի Հանրապետությունում պետքա լինի օրենք, ոչ թե պետքա լինի քմահաճույքներով ինչ-որ մեկին կալանել։ Այս վերջերս նկատել եք, ումը կալանում են, ասում են փորձ հեղաշրջում, չգիտեմ, մահափորձ վարչապետի վրա։ 100 հատ այդպես կալանք կա Հայաստանում, որ դեպքում է վարչապետը դուժող ճանաչվի։ Որ դեպքում է վարչապետը գնաց է դատարան, ցուցմունք տվե, որ այո, այս մարդը այսին զենքով եւ այլն եկավ մեզ հարձակվավ։ Բոլորին բռնել են, ոչ մեկի ձեռը չի եղել զենք, ոչ մեկի ձեռը չի եղել ապա ինչ որ տենց թեկուզ դանակ, հա լավ։ Գնում ես փորձ սպանություն կամ հեղաշրջում։ Դատարկ ձեռներով հելնում ես գնաս փորձ հեղաշրջում անես, ոստիկանական 10 հատ պատա կանգնած քո դեմ։ Զինված մահակներով, այդ շթերով հեքիաթ են անում։ Այս մարդիկ վախի մտնոլորտով, այն էլ չգիտեն ումն են վախացնում։ Այս մարդկանց են ուզում վախացնել, որ իրանց ամբողջ կյանքում համ մահ են տեսել, համ չգիտեմ, սահման են տեսել, համ ադրբեջանցու հետ են հակամարտության մեջ մտել։ Այսօրվա դրությամբ չի կարելի այդ մարդկանց վախացնել։ Այդ մարդիկ կորցնելու ոչինչ չունեն։ Այդ մարդիկ իրանց կյանքում ամեն ինչ տեսել են եւ այդ ամեն ինչը տեսնելով, այս իրավիճակը տեսնելով, հելել են պայքարում են, որ ունենանք Հայաստանն ենք։ Մենք ունենանք մեր հայրենիքը։ Պետություն, այս մարդիկ պետություն, նոր Հայաստանը որն է, կրթվելը նորաձև է։ Նորաձև է, հասկացան, կրթվելը նորաձև է, դա դարերով է գալիս։ Դա կոշիկ չի, դա շլվար չի, որ կներեք, էլի բառը պետք է ասեմ, մոդան ընկավ, պետք է առնենք, հագնենք։ Հետո մոդան անցավ ուրիշ բան պետք է հագնենք։ Ոչ, այս մարդիկ ամեն ինչ բառայի խաղերով բերում են հասցնում են նրան, որ իրանք ինչ որ ժողովրդի մասակա, որ իրանք զբաղացնեն, ինչ որ sense նյութ են տալիս եւ բան են անում։ Հա, ասում եմ մենք Արցախը կորցրինք, ձեռք բերինք Հայաստանի անկախությունը։ Հիմա սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը ումն է շնորհավորելու։ Ինչի արդիվ է շնորհավորելու։ Եվ 18 թվականից մինչև այսօր Նիկոլ Փաշինյանը ումն է շնորհավոր է անկախության տոնի հետ կապված։ Հայ ժողովրդին, չէ՞։ Բայց եթե մենք անկախ չենք եղել, ինքը ո՞նց է այդ կեղծ օրակարգով շնորհավոր է։ Հիմի պետք է Ադրբեջանի ժողովրդին շնորհավորի, որ իրանք եկան Արցախը գրավին, մենք ունեցանք անկախություն, հա։ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ինչով է դիմելու, ինչ կոչ անելու ինքը։ Հասկանում եք, այս կառավարությունը աբսուրդի ժանրից է։ Սրանք չգիտեմ որտեղից գտել են, բերել են, նայ, կա կեղտոտ մարդ, կա ավելի կեղտոտ մարդ, էլի։ Սպեղել են, գտել են ավելի կեղտոտ մարդկանց, ովքեր կարան ինչ-որ մի բան անեն, դե երևի շատ մարդկանց են առաջարկել, ոչ մեկ չի համաձայնվել այդ կեղտոտ խաղերի մեջ մտնի, գտել են այն ամենազբրոդ մասան, բերել են, դրել են ղեկավարության եւ անում են այդ ամենը։ Բանակը կրճատում են։ Քրեական գործեր են հարուցում, ով խոսում է Հայաստանի փրկության կամ ինչ-որ մի խնդրի մասին։ Բռնել են, չգիտեմ, իրանցից դուս նոր Հայաստանի պատկեր, նոր քարտեզ, ես իմ սենց բաներ են անում։ Բանակը, ասի, կրճատում են այն մարդիկ, ովքեր որ չեն ծառայել բանակում։ Դրանց մեջից, որ մանգայց, երևի մի հոգի այն Սուրեն Պապիկյան երևի այդ 6 ամիսն է ծառայում մինչև դանակահարություն, էլի։ Այդ մարդկանց հետ մենք տվել ենք պետություն ղեկավարել։ Այդ մարդկանց ստանձնել ենք լուրջ պաշտոնների, որ իշա մեզ մի բան անե, այդ մարդիկ ի վնաս մեզ են անում։ Հիմի կարող է այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը քննի, էլի ասի Արշակ Կարապետյանի վրա մի հատ գործ հարուցեք, չգիտեմ, Արշակ Կարապետյանը ծուռ էր քայլում։
իրականում կամ ինքը չի հագնում 42 համար կոշիկ օրինակ, քիչ չի հագնում 44 համար կոշիկ։ Վրեք քրեական գործ հարուցեք։ Չկա այդ քրեական գործերի մեջ 5։ Ոչ Արշակ Կարապետյանի, ոչ այն մնացածի ումը որ կալանել են։ Եթե կա 5, ամենաառաջի խումբը եղել է փորձ հեղաշրջում, փորձ սպանություն, ես ուզում եմ այդ բառերը իրանց նմանացնեմ, բայց չեմ կարող, էլի նրանք շատ գրագետ աֆերիստ են։ Եղել է Բազյանես խումբը, մինչև այսօր դատական նիստ է գնում, այդ մարդկանց ապօրինի կալանել են, պահել են, ազատազրկել են, դե մարդուն ազատությունից զրկելը դա հանցագործություն է։ Մինչև այսօր քրեական գործ է դատարաններում գնում, չկա ոչ մի հանգամալից փաստ, որ այս մարդկանց ասեն կալանեք, վсё, այս ապացուցված դուք արել եք։ Նմանատիպ լիքը մարդիկ, նույն դեպքում գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Ինչ ար այդ մարդը ձեզ։ Այդ մարդը որտեղ է, եթե ձեր ձեռը մի հատ փաստ ըլներ, որ Արշակ Կարապետյանը օրենքա խախտե, Արշակ Կարապետյանը, չգիտեմ, կոռուպցիա է արել, Արշակ Կարապետյանը, չգիտեմ, հանցագործություն արել, Արշակ Կարապետյանին դուք արդեն շատ շուտվանից բերած կլինեիք։ Հիմի պատկերացրեք նույնատիպ գործեր կարող ասենց շատ լինի, բայց մենք գիտենք ով է ցուցումը տալի, ովքեր են այդ գործերը հարուցում, ովքեր են անհիմն հարուցում եւ թողում, դա էլ է պատասխանատվության։ Պետական բյուջե են ծախսում զուր։ Այդ քննիչը աշխատավարձ է ստանում։ Դատական իշխանությունները անկախ չեն, դատախազությունը անկախ չի, քննչականը ցուցումով է աշխատում։ Սա վախենում են այդ բանի WhatsApp-ից, Նիկոլ Փաշինյանի ձեռի WhatsApp, ոնց որ այն որ ասում էր կախարդական փայտիկը մոտ սա է, դա այդ WhatsApp-ն էր։ Ոչ մեկ չէր պատկերացնում, բայց հիմի WhatsApp-ով մարդը հրաշքներ է գործում։ Բաները հանում, ուժային կառույցի ղեկավարները հանում, նորերին նշանակում, նախարարները հանում նշանակում։ Մարդը չի գնում ասում դու ազատված ես, այսինչ բանի համար։ Եվ ումն էլ հանում է, եթե դու մարդուն պաշտոնից հանում ես, պետք է պատասխանատվության ենթարկես։ Եթե չէ, այդ մարդը թողեք ծառայի, ված չի ծառայել։ Օրինակը բերեմ Աբազյան Արմենի վրա, գործից անին, ինչի համար, հիմք, եթե այդ մարդը պաշտոնական դիրքի չարաշահում արի, իրան ազատում եք աշխատանքից, պետք է պատժվի։ Եթե չէ, թող աշխատի, ինչ իմաստ ունի, որովհետև իմ պատկերացումով ինչ որ խնդիրներ ա եղել, Աբազյան Արմենը հրաժարվել է կատարելուց։ Մեր մոտ իշխանությունը կամային, այ ոնց որ ինքը ասեց, իշխանությունը ես եմ, ոչ մեկ չի կարա իմ տեսակետից այլ տեսակետ ունենա, դա ժողովրդավարական երկրի ղեկավարի ասույթ է, ժողովրդավարական դեմոկրատական երկրի բռնապետ առաջնորդի ասույթ է։ Ժողովուրդ սենց որ գնա, մենք ավելի շատ ենք դժվելու։ Ստե խնդիրը Արշակ Կարապետյանը չի, ստե Արսեն Վարդանյանը չի, ստե այն մնացածը չի, ստե հասարակ ժողովուրդն է դժվում։ Ինչի համար։ Խոսացող անձանց, մտածող անձանց բռնում են, կալանում են, փակում են, քրեական գործեր են հարուցում, որ իրանց դեմ խոսացող մարդ չլինի, իրանք ինչ ուզենան անեն։ Այո, որ ասում էր հելեք, ես 21 թվականին ասի, մարդիկ հելան հեղափոխություն անելու։ Այդ խի տենց տրակցրի, կրակիկ, վրեքները ջարդիկ, կալանիկ, մարդիկ ելել էին հեղափոխություն անելու, մարդիկ դեմ էին այս իշխանության ռեժիմին։ Ինչու իշխանությունը արեց այն, ինչ որ պետքա չաներ։ Հասկանում եք, սա շատ բարդ ձև է, շատ ու ժողովուրդը չի հասկանում, մենք ուր ենք գնում, ասում հա Նիկոլ Փաշինյանը եկավ մեզի փրկեց։ Արցախը հանձնեցինք, հիմա ապրում ենք լավ։ Որտեղ ես լավ ապրում։ Հացը թանկացավ, ջուրը թանկացավ, չգիտեմ, չկա տես բան, հասարակ կոֆեն թանկացավ, այն 100 դրամանոց կոֆեներ եղան 150 դրամ։ Հարկերը թանկացավ, ինչը մնաց լավ։ Տաքսիստներին խեղճ բռնին հարկին, այդ մարդիկ ոչ մի բանից չեն օգտվում, այն որ մեքենայի մեջ ասում են ես որոշում եմ կայացրել, անա տաքսիստները ոբշեմ ազատվում են ամեն ինչից կարան քշեն։ Խես այդ մարդկանց հիմի բերեկող է հարկային բեռի տակ։ Ինչ ես անում, այս մարդիկ փախնեն Հայաստանից, ապրելու ձև չունենան, այն նույն տատիկները հիշացնեն, որ գոռում էին 36600 դրամ այդ տատիկը թոշակ ստանում։ Տնաշեն այդ տատիկը իմի այդքան թոշակ է ստանում, բայց 360,000 էլ գույքա հարկ է տալի, իսկ այն վաղ այդքան չէր տալի։ Այս ժողովուրդը պետք է հասկանա, թե չէ, քրեական գործերից ենք խոսում։ Քրեական գործերը հարուցում են նրա համար,
որ իրանց ընդդիմախոս չլինի։ Այսօրվա պարլամենտական տիտղոսային ընդդիմությունն էլ հարմարվել է դրան։ Մեկը մեկին այն կարգին հաղորդման մեջ կա, չէ՞, ասում է փչացած, այլանդակ, sense ինչ որ այդպես բան կային, մեկ որ հելում ասում է ժողովուրդ երկուստ էլ ճիշտ եք։ Հիմա այդ մեկը մեկի սազական իշխանություն եւ ընդդիմություն։ Ինչ ուզում են, ժողովրդի գլխին անում են։ 7 տարվա մեջ մի հատ օրենսդրական նախագիծ չեն բերել, որ այս ժողովուրդը կարենա ապրի։ Ինչ բերել են գումարային, այն որ ասում են տուգանքի մատերիալ չէ, ինչ նախագիծ բերել են, ըտե ժողովուրդը տուգանքի ենթակա է։ Ինչ նախագիծ մտցրին ժողովրդին պետքա տուգանել։ Ժողովրդին սրա համար պետքա տուգանել։ Հարկերը բարձրացնել, չգիտեմ, ավտոբուսը սարքել 150 դրամ։ Իմիջայլուց էս մի երկու օր իմ մեքենան փչացած էր, ես այդ քարտերից էի վերցրել, ուրեմն ստենայեք։ 300 դրամ լիզքավորում ես 180 րոպեում դու պետք է 300 դրամը ծախսես։ Խի, ես ոնց եմ 180 րոպեում, ես իմ եկել եմ առավոտ աշխատանքի, ժամը 6-ին դուրս եմ գալի։ Ես իմ վերջի 300 դրամը գցել եմ այդ քարտի վրա, որ գնամ տուն։ Եթե ես 180 րոպեում էդի չեմ ծախսում, դա վերանում է։ Ով է ըտե շահույթա տերը։ Ինձ հետաքրքիր է, էլի։ Խի 180 րոպե։ Տրանսպորտից ով է օգտվում, աշխատող մարդիկ, ծեր մարդիկ, այն մեկը մեկի տուն հյուր է գնում, չի գնում ժամին նայում, ասում է, ժամս լրացավ, քարտից փողը կպրծնի։ Ֆակտ իմ վրա եղել է այտենց, ես քարտս լիզքավորած գնացել եմ տեղ, այդ գործնեությունս վերջացրել եմ, մտածելով, որ փող կա, նստել եմ, բան եմ արել, չի ծնգաց, հետո հետաքրքրվել եմ, ասել եմ, որ դա 180 րոպեում պետք է ծախսես։ Հիմա քանի հոգի ինպես 300 դրամ ակցե, այդ գումարները ուր են գնացել։ Իմ գումարը ով է հապշտակի իմ ջեբից, որ ես պետք է օգտվեի տրանսպորտից։ Մենք խոսում ենք քրեական գործերից, ժողովուրդ, քրեական գործ կարելի է 15 րոպեն մեկ գրել, բայց տակը պետք է լինի 5։ Եվ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը այն մարդը չի եղել իր ծառայության ընթացքում, այն չի, որ ես իրան 3 եմ ճանաչել։ Չէ, մենք իրար շատ երկար ծառայել ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Այդ մարդը իր ծառայության ընթացքում այն մարդը չի եղել, որ 1000 դրամ կամ, չգիտեմ, 10000 դրամ ինչ որ sense աշկ ունենար, ինչ որ մեկից շորթելու կամ ինչ որ մի բան անելու։ Այդ մարդը եղել է պարկեշտ մարդ, այդ մարդը նվիրված ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, դրա համար են պայստազորի սպաները իր կողը կանգնած։ Ով իրան ճանաչել է իր այդ անձամբ շփվել է, այ դրա համար իր կողը կանգնած են եւ ատամներով պահում են գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար, իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Համահայկական ճակատ կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը։ Կհանդիպենք։